Անցած տարի ասեմ, որ մենք երկու բացահայտում ենք արել։ Երկու կարևոր բացահայտում ենք արել։ Մեկը ուրեմն սա այս հնավայրն է, որը որ ես կարծում եմ շատ մեծ ուրեմն հեռանկար ունի եւ շատ խոստումնալից է։ Դուք պատկերացնում եք, սա քարե ճարտարապետությամբ հնագույն հնավայրն է ամբողջ հարավային Կովկասում։ Դա միայն Հայաստանին չի վերաբերում։ Եվ բացի աշխարհին է վերաբերում։ Այո, կար պատկերացում, որ մենք ունենք արդեն Պորտասարյան մշակույթը, բոլորիս հայտնի, կամ Գյոբեկլի թեփեն, թուրքերեն ասած, այդ Կարահան թեփեն, Նավելի չորին եւ այլն, որոնք այսօր ամբողջ գիտական աշխարհի ուշադրության կենտրոնում են, բայց դեպի ավելի հին, ավելի հյուսիս եւ ավելի հին։ Գոնե ասենք, գոնե ժամանակակից հնավայրեր Արաքսից հյուսից մենք չունեինք։ Հիմա սա բացահայտում է, եւ սա այդպես էլ պետք է ներ, հայկական լեռնաշխարհը միասնական մշակույթ է ունեցել հնագույն շրջանից ի վեր ժառապատկերային արվեստի ամբողջ գործընթացի ժամանակաշրջանում, եւ ես կարող եմ հստակ ասել, որ ընդհանուր այս մշակույթը ունեցել է նաեւ էթնիկ ենթատեքստ, ենթաշերտ, որովհետեւ միայն մեկ կերպ մտածող, աշխարհը մեկ կերպ ընկալող ու մեկնաբանող էթնոսը կարող էր ստեղծել միանման հնավայրեր։ Հիմա եթե մենք տեսնում ենք հարավում Վանալճի ավազանում եւ այլն, այդ ուրեմն այդպես ասենք Պորտասարյան մշակույթի հետքերը, ապա տարօրինակ կլներ առնվազն, որ Արարատյան դաշտում մենք այդպիսի հնավայր չունենայինք։ Հիմա այս բացահայտումը իր առումով կարևորագույն նշանակություն ունի։